Արևմուտքը եւ մասնավորապես Միացյալ Նահանգները տարիներով, տասնյակ տարիներով այլ երկրներում քաղաքացիական հասարակություն են դաստիարակում, գրանտակիրների հանրույթ են բուծում, որ հետագայում բերում են իշխանության։ Բայց իրենց ապուշության, իրենց բթության, ոնց ասեմ, իրենց ագահության պատճառով շատ արագ այդ ռեժիմները հասցնում են կործանման։ Տեսեք, եթե չլիներ ամերիկացիների այդ այլանդակ ճաշակը, դրանց անսպարտ ցանկությունները, որ Ուկրաինան հերիք չէ ՆԱՏՕ, Եվրամիություն բազա են ուզում բանում, Ռիմում ռազմածովային բազա հասկացանք, Ուկրաինան դուք 91 թվից դիտարկում էիք եւ դարձնում էիք հակառուսաստան, բայց մի քիչ չափավոր պահեք, մինչեւ առ այսօր Ուկրաինան կարող է գոյությունը պահպանել իր, կարող է գոյությունը որպես հակառուսական պետություն։ Դե Ուկրաինան 91 թվից է հակառուսական պետություն, բայց չէ սրանք ավելին ուզեցին։ Սրանք բազա էին ուզում Ռիմում, ռուսական սերծովյան նավատորմն էին ուզում բերից քշել, այդ վերջին ինչ եղավ։ Վերջին եղավ, որ Մայդանով հերթական հեղաշրջումն արեցին, Յանուկովիչին տապալեցին, բազմավեկտր Յանուկովիչին, բերեցին միավեկտր բանդերականների իշխանություն, որոնց Ռուսաստանն արդեն չհանդուրժեց եւ սկսված են ինչ առ այսօր շարունակվում է։ Եվ հենց այսօր մենք կարող ենք ասել, որ Ուկրաինա այլևս գոյություն չի ունենա։ Այնինչ կարող էր այդ երկիրը շատ երկար գոյատևել, լինել արևմուտքի ֆորպոստ, հակառուսական մի կառույց։ Չէ, նրանք ասին, չէ, մենք ես եք ուզում են Օստապ Բենդերի պես, չէ, ասում էր։ Այսինքն Պաչիսյանը չուզեցան վերցնել, սրազու и всё էին ուզում եւ արդյունքը շատ տխուր ավարտվեց արևմուտքի համար։ Նույնը Վրաստանը։ Դեր ինչ էին երբեք դուք Սաակաշվիլիին դրդեցիք, որ նա պատերազմ սկսի, հասցրի ռուսական զորքերի հետ ռուս խաղապահպանի։ Տեսակ ինչ եղավ արդյունքը։ Սաակաշվիլի այլևս չկա, Վրաստան չկա, նախնի Վրաստանը չկա, այսօր դարձել է մի անատամ, ոնց որում արևմուտքը մեջված մի պետություն, ինչը կարող էր տեղի չունենալ, եթե սրանք լպիրշավարի Սաակաշվիլին չդրսեին այդ ավանցյուրային, որին նա դիմեց 18 տարի առաջ այս օրերի։ Հիմա Հայաստանին դրանք, մոտ 91 թվից ի վեր սրանք ստեղ հակառուսական հանրույթ էին բուծում։ Գրանտակերաբուծությունը ստեղ դարձել էր էկոնոմիկայի ճյուղ, տասնյակ միլիոնավոր դոլարներով գրանտեր էին բաժանվում։ Գրանտակիր հանրույթը դարձավ քաղաքացիական հասարակության ամենաակտիվ հատվածը, գրանտակիրները։ Վերջի հասան իրենցին, ինչ արին, իշխանության բերեցին։ Եվ այսօր իրենք իրենց ձեռքով այս ռեժիմը, որը ծնելու համար նրանք տանջվել են 27 տարի, այս ռեժիմը այսօր հասցրել են տապալման եզրին եւ հետ չեն կանգնի։ Մի միլիմետր նրանք չեն զիջի, մի միլիմետրով չեն շոյելու իրենց կուրսից։ Տեսեք, այսօր Փաշինյան Նիկոլը մի փրկություն ունի, Հայաստանն էլ է, մի փրկություն, որը կարող է երկարաձգել նրա իշխանությունը։ Դա այն է, որ Ուրսուլան սրա մասի ախպեր ջան, չեղարկում ես քո օրենքը Եվրամիության միանալու, ռուսերեն ասում ես, որ այլևս չես գալիս Եվրամիություն, մոռանում ես դա, հանրաքվե մի արա, այդ օրենքը որ չեղարկես դա Պուտինի գնա շարունակի մեր ագենտը մնա Ռուսաստանի գլխավորած միություններում։ Բայց չէ, Ուրսուլան այդ բանը չի անի, Եվրոպան չի անի այդ բանը։ Արդյունքը որը կլինի, արդյունքը այն կլինի, որ այսօր մենք արդեն ստույգ կարող ենք ասել, որ Փաշինյան Նիկոլի ռեժիմը գոյություն չի ունենա, արդեն այս զվնանը։
նոր տարուց առաջ թե հետո դժվար է ասել, բայց այն որ սրա օրերը հաշված են, դա փաստ է, որովհետև նա արդեն իր քաղաքականությունով նա արդեն թշնամացել է անձամբ Վլադիմիր Պուտինին, որի թշնամիները, ինչպես փորձնացույց տալիս, երկար չեն ձգում։ Սաակաշվիլին, բանդերականները ձեզ օրինակ, ուղղակի երկար չեն ձգում։ Ինչ տեղի կունենա ձմռանը։ Դե սրան մինչև ձմեռ ժամանակին տևե, որ կողմնորոշվելու ձևն է հուշել են, ասել են հանրաքվե արա, քանի որ դու լեգիտիմ չես, Ռուսաստանը սրան լեգիտիմ իշխանություն չի ճանաչում, քո խոսքերին մենք չենք վստահում, թող քո ժողովուրդը իր խոսքն ասի։ Ուզում անալ Ռուսաստանի հետ, թե գնալ Եվրոպա։ Պարզա մինչև ձմեռ սա հանրաքվե չի անի, Ուրսուլան սրան սանկցիա չի տա, որ ինքը հետ քաշվի Եվրամիությունից, օրենքի չեղարկումով կամ այլ ձևերով։ Ձմռանը ինչ տեղի կունենա, սրան դուրս կգցեն Եվրոպա, Եվրասիական տնտեսական միությունից, դուրս կգցեն։ Այդ Եվրամիությունից Հայաստանի դուրս մնալը, ես չգիտեմ ինչ մեխանիզմով դա կանեն։ Գուցե Ռուսաստանը միակողմանի դա անի, այսինքն Ռուսաստանը դադարի Հայաստանը դիտարկել որպես Եվրասիական տնտեսական միության անդամ։ Դա առնվազն ողբերգություն կդառնա Հայաստանի համար։ Տեսեք, այն վիժվածները, ասենք, մասնավորապես Յոհաննիսյան Դանիելը ռոլիկներ ա նկարում եւ նենց համոզիչ է խոսում, օրինակ ռոլիկներից մեկում ասում է, որ որպես ինչ պիտի մենք լադա գործարանի համար մի քանի հազար դոլար շատ վճարենք մեքենա գնելիս։ Դե մեր մաքսատուրքերը նույնն է, չէ, ավտոմեքենաների համար, թե Ռուսաստանում, թե Հայաստանում։ Մի ասում է, հա, Ռուսաստանը ավտոարտադրող երկիր է, նրանց պետք է բարձր տուրքեր, որ իր մեքենան շահեկան վիճակում հայտնվի, իր մեքենան վաճառվի։ Բա հայերը սպիտ ուժեն դրա համար։ Խելացիացում, շատ խելացիացում։ Հայերը մի քանի հազար ավելի շատ են վիճառում, մեքենաներ ուծելու համար, կամ վրացիք։ Բայց չի ասում շահորդին, թե ինչ է Հայաստանը շահում Եվրասիական տնտեսական միության անդամակցելիս։ Օրինակ շահում է նավթամթերքի և գազի ազատ առանց տուրք առևտուր։ Ռուսաստանում և աշխարհում ցանկացած ընկերություն, որը նավթամթերք կամ գազ է արտահանում, 30% արժեքի վճարում է պետությանը տուրք, չէ, որ երկրից դուրս անի։ Հիմա եթե մենք չօգտվեինք այդ արտոնությունից, որ ունենք շնորհիվ անդամակցելու Եվրասիական տնտեսական միությանը, մեր գազը արդեն կլներ 177-30% ինչ է։ Այսինքն մենք կվճարենք գազի դիմաց առնվազն 240 դոլար, բայց մենք շատ ավելի կվճարենք, որովհետև այդ 177-ը մեզ համար դա նվեր գին է։ Որպես դաշնակից երկիր, Ռուսաստանը մեզ այդ գինն է նշանակել։ Վաղը դաշնակից չես դնի, քեզ կդնեն 500-600 դոլար գազի գինը, պլյուս 30%-ը այդ տուրքը, դու կդառնաս իսկական եվրոպական երկիր։ Հաջորդ օրը Հայաստանում կմեռնի տրանսպորտը, հասարակական տրանսպորտը, ուղղակի կմոռանանք և Yandex տաքսիները, և սրանց նոր բերած ավտոբուսները, որոնք աշխատում են գազով, բեռնատար տրանսպորտը կառնի, ինչ ասեմ, արդյունաբերությունում շատ մանվարի կգնա, Հայաստանը կհայտնվի, Հայաստանի տնտեսությունը կհայտնվի մոտավորապես 90-ականների խայտառակությունը վեր կապրենք, բայց ավելին ասեմ, Հայաստանում 90-ականներից ի վեր
շատ մեծ թափ հավաքեց ծառայությունների ոլորտը։ Տեսեք ինչքան կաֆե սրճարան, ինչքան սպասարկման օբյեկտներ կան Հայաստանում։ Որոնք նույնպես կպարալիզացնեն, չէ՞։ Դրանք բոլորն աշխատում են գազով, հոսանքով, չէ՞։ Շատ բաներ։ Պլյուս մեծ ադամանդ է գալիս, առանց մաքսատուրքի։ Շնորհիվ դրա 400 միլիոն, որը մեզ ապահովում է անմշակված ադամանդը գալիս է, մշակում գնում է Եվրոպա տարեկան 400 միլիոն դոլարի։ Դրանից կզրկվեք։ Այսինքն Եվրոպան ամեն ինչ անում է, արևմուտքը։ Հələ դրանք ինչ է, սրանք երկու ոտքը մի կոշիկ են կողել, թեբա թրիպ պիտի սարքենք։ Չէ, թրիպը պայման պիտի սարքենք, Թրամփին թրիպը պետք է նախ իր անունը, ինքը սիրում է իր անունը տարբեր տեղեր կպցրել, կսնել երեկասի, որ Քենեդի արվեստի կենտրոնն էլ իր անունը դրել, բայց դատանով ռատկանեն կպրսեն։ Բարձիկներն ասում են, թե պեդոֆիլիանը պիտի չլինի մեր տարածաշրջանում։ Պեդոֆիլի անունը կրող ոչ մի բան պիտի չլինի։ Չէ, սրանք պիտի սարքենք, արդեն թղթեր են ստորագրում, ես ինչեր են անում։ Այսինքն Փաշինյան Նիկոլի ռեժիմը սրանք տանում են մավան։ Ինչպես ժամանակին տարան Սաակաշվիլի ռեժիմը, ինչպես ժամանակին տարան տասնյակ միլիարդներ դրանք ներդրեցին Ուկրաինայում, որպես հակառուսական պրոյեկտ։ Այսօր գործը հասցրին նրան, իրենց լպիշության, ագահության պատճառով Ուկրաինա շատ շուտով գոյություն չի ունենա։ Նրանք էլ են արդեն հասկացել, որ Պուտինը երբեք չի ասել, որ Ուկրաինան լիկվիդացում է, բայց արդեն սկսել են հասկանալ, որ իրոք գործը գնում է Ուկրաինայի լիկվիդացիայի։ Անգամ 10 քառակուսի կիլոմետրանոց Ուկրաինան նա թույլ չի տա իր կողքը, որովհետև դա էլ է բավարար, որ էգզիստենցիալ վտանգ, էգզիստենցիալ սպառնալիք լինի Ռուսաստանի համար։ Հիմա նույն բանը սրանք Հայաստան է տնում։ Չեն ուզում մի քիչ հետ քաշվեն, մի քիչ սպասեն, որ կգազից հանեն, Պուտինի տամարով յոլա գնան, ասեն չեն գնում Եվրամիություն ջանլան, չեն գնում, օրենքը չեղարկում ենք, մնում ենք ԵԱՏՄ-ում, չէ, հետ չեն քաշվում սրանք ինձ բանը, միշտ առաջ, դե գնացեք, իսկ ինչ տեղի կունենա այդ կոլապսից հետո, իշխանափոխությունը ստեղ կդառնա շատ հասարակ բան, Պլյուս դրան, սա կարող է արդեն լուրջ թշնամական քայլեր ձեռնարկի Ռուսաստանի դեմ, չէ՞, օրինակ կարող է Եվրոպայից ասեն, դե ախպեր ջան, դե դու գնա ու սեփականաշնորհի, էքսպրոպրիացիա արա Գազպրոմը։ Իսկ մեր ոչ գազա տրանսպորտային համակարգը բացառապես ռուսական սեփականություն է։ Գազպրոմն է պետական ընկերություն է։ Իր մեծամասն պետական է, չէ՞։ Մոտ 60%-ը պետությանն է պատկանում։ Դիր լկտիաբար խլի երկաթ գիզը ռուսների ձեռքից։ Ավելին հարց բարձրացրու Գյումրիի բազայի վտարման մասին։ Դա էլ կան, եթե ասեմ։ Եստեղ արդեն սա կդառնա լուրջ թշնամի Ռուսաստանին, իսկ թշնամիների հետ խոսակցությունը շատ կարճ է։ Չեն բացառում, որ ռուսները սրա հարցը անձամբ իրենք լուծեն, չնայած այստեղ Կարապետյանն ինչ է անում, ինչ չի անում։ Մադուրոյի նախադեպը կա, չէ։ Թրամփը շատ լավ նախադեպեր տվեց Պուտինին։ Շատ։ Այսքի Մադուրոյին կարելի է մեծ շոկով տանել, սրան չի կարելի տանել։ Ռուսաստանի դեմ հանցանքներ չի գործել սա։ Այնքան է գործել։ Մենակ Զելենսկուն բերել տանել է, եթե ռուսական քրեական օրեր գրքով եթե նայես, այդտեղ լուրջ հանցակաց կա։ Հակառուսական, նացիստական կոչեր են հնչեցրել
Այսինքն կազմակերպել է, որ մեկը գա եւ այդ կոչերը հնչեցնի։ Հիշում եք Զելենսկին ինչ էր ասում Մոսկովյան պարադի մասին եւ այլն։ Իչեւէ, միտքս ամփոփեմ, արևմուտքը տարիներով, տասնյակ միլիարդներ ծախսելով ստեղծում է իր ռեժիմները աշխարհի տարբեր երկրներում, դասիրակելով այդ երկրի երիտասարդությունը, քաղաքացիական հասարակությունը, որ հետո իշխանության բերում է գրանտակերների ձևով, գրանտակերների տեսքով։ Հետո իր լկեշության պատճառով այդ ռեժիմները կործանում են։ Փաստ է, որ եթե սրանք այդ Մայդանը չանային, Յանուկովիչին չտապալեին, Ղրիմը ռուսական չէր դառնա։ Այս ռուսական գաղտնի չէր սկսվի։ Այս նրանք շատ ուզեցան, չափից ավելի ուզեցան։ Այս հարցում սրանց կարելի է իրոք Օստապեդերից ոչ մի բանով չեն տարբերվում։ Պաչիսյան միլիոնը չէր վերցնում, միլիոնը անմիջապես էր ուզում ամբողջությամբ։ Շատ վատ վերջացել են դեռ։ Վրաստանի օրինակը, այժմ Հայաստանն է տեսնում։ Ինչ ասեմ, շատ շուտով մենք կարձանագրենք, որ Փաշինյան-Նիկոլի ռեժիմի գլուխը գերան հենց Ամերիկացիք, իրանց թվիկով եւ Եվրամիությունը իրենց Հայաստանը Եվրամիություն քաշ տալով։ Դե եթե հայերը չկարողացան ամերիկացիների շնորհակալ կլինենք, որ մեզ ազատեցին Փաշինյան-Նիկոլից, չէ՞։ Դե տարածված քիչ մնաց։ Այս աշունում մի ամսից աշուն է, ԵԱՏՄ մյուս գագաթաժողովը կարծեմ նոյեմբերի թե դեկտեմբերին է, սա ներկա կլինի եւ հենց այդ օրը սրա հարցը կլուծեն մեր աչքի առաջ ոչինչ։ Վարանցից եվրոպական գինքը վճարեն գազի, բայց բոնեսարանից կատատվենք։ Հետո ամեն ինչը շատ արագ հետ կգա, մի օրում հետ կգա, ամեն ինչը կվերականգնի։ Առայժմ այսքանը, բարամասագրվեք իմ YouTube-յան ու Telegram-յան ալիքներին, իմ Facebook-յան էջերին, կհանդիպենք շատ շուտով։